Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Լոս Անջելեսյան տաղավարում ձեզ համար աշխատում է Ռոբերտ Գասպարյանը եւ մենք այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ավագյան Law փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն փաստաբան Թեմին Ավագյանին։ Բարև ձեզ Թեմինա, շնորհակալություն մեր տաղավար գալու եւ մեր հրավերը չմերժելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Թեմինա, բնականաբար այս օրերի ընթացքում բավական ակտիվորեն հայկական համացանցային տիրույթում շրջանառվում է խոսակցություն, որ USCIS-ում համեմատաբար դանդաղել են գործընթացները, ինչն է պատճառը, որ կառույցի աշխատանքը դանդաղել է եւ մեր հայրենակիցները մի փոքր տագնապի մեջ են, իրենց գործը տեղից չի շարժում, դա իրենց բնդումներն են, ինչպես անենք, որպեսզի նրանք մի փոքր հանդարտվեն եւ որն է առհասարակ USCIS-ի աշխատանքի դանդաղումը, եթե կա իհարկե նման բան։ Այո, USCIS-ի աշխատանքը դանդաղել է, թերևս պատճառներից մեկը այն է, որ մեծ քանակությամբ օֆիցերներ աշխատանքից ազատ են արձակվել, չնայած նրան, որ USCIS-ը ինքնաֆինանսավորվող կառույց է, այսինքն պետությունից որևէ գումար չի ստանում, այլ աշխատավարձերը տրամադրվում են անձանց կողմից վճարված պետական տուրքերից, այնուամենայնիվ վարչակազմը մեծ թվով աշխատակիցների աշխատանքից հեռացրել է եւ թերևս դա է պատճառը, որ ընդհանուր գործընթացները դանդաղել են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացները դանդաղել են եւ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նույն աշխատանքի իրավունքների հետ կապված, այսինքն եթե նախկինում տալիս էին աշխատանքի իրավունքը 5 տարով, հետո կրճատվեց, դարձավ 1.5 տարի, իսկ հիմա ինչ որ նոր փոփոխություն է տեղի ունեցել, որը փաստացի կարող է զրկել իմիգրանտին ստանալ աշխատանքի իրավունք։ Ինչ փոփոխության մասին է խոսքը եւ ինչ վտանգներ կան։ Փոփոխությունը դեռևս տեղի չի ունեցել, կան նախագիծ, որը շատ վտանգավոր նախագիծ է իդեպ եւ ընդունվելու դեպքում առհասարակ ապաստանի դիմողներին կարող է զրկել աշխատանքի դիմելու իրավունքից, քանի որ նախագիծը սահմանում է, որ եթե ապաստանի դիմումների մշակման միջին ժամկետը USCIS-ում լինի 180 օրից ավել, ապա կդադարեցվեն աշխատանքային իրավունքի տրամադրումը ապաստան հայցողներին, իսկ ըստ USCIS-ի հաշվարկների դիմումների մշակման միջին ժամկետները 14-ից 173 տարի կարող է տևել, որպեսզի հասնեն 180 օրվա սահմանված ժամկետին, այսինքն բոլորովին իրատեսական չի, որ ապաստանի դիմող անձինք կարող են ստանալ աշխատանքի իրավունք այդ պարագայում, եթե ընդունվի այդ նախագիծը։ Այսինքն կարելի է սա որակել որպես հերթական քայլը, որպեսզի Կալիֆոռնիան, այսպես մաքրեն կամ ազատեն իմիգրանտներից, ովքեր չունեն աշխատանքի իրավունք, չեն կարող աշխատել եւ այստեղ չեն կարող գոյատևել եւ պետք է գնան եւ չմնան Կալիֆոռնիայում։ Սա կարելի է որպես այդ քայլի շարունակություն որակել։ Խոսքը ոչ միայն Կալիֆոռնիային է վերաբերում, այլ բոլոր նահանգներին, այո, միտումը նա է, որպեսզի մարդիկ հուսահատվեն եւ թերևս լքեն ԱՄՆ-ն, քանի որ աշխատանքի իրավունքով պայմանավորված է նաեւ մի շարք կարևոր փաստաթղթերի ստացումը, ինչպիսին է սոցիալական ապահովության համարանիշը, ID-ին, վարորդական իրավունքի վկայական ունենալը, այսինքն եթե անձը չի ունենում աշխատելու իրավունք, ըստ էության մնում է գրեթե առանց փաստաթղթերի եւ նման իրավիճակում շատերը լքում են ԱՄՆ-ն։ Ինչի ես շեշտեցի հենց Կալիֆոռնիան, որովհետեւ հնուց ի վեր Կալիֆոռնիայի գլխավոր աշխատուժը համարվում են իմիգրանտները, մարդիկ, ովքեր որ գալիս էին արտասահմանից եւ աշխատում էին, այդ հանգամանքը արդյոք չի վնասի Կալիֆոռնիային, տնտեսությանը Կալիֆոռնիայի, որը ինքնին իր շրջանառությամբ բազմաթիվ պետություններից անհամեմատ ավելի ուժեղ է։ Անպայման կվնասի Կալիֆոռնիային եւ առհասարակ ամբողջ երկրի աշխատուժի շուկան կարծում եմ կոլապսային վիճակում կհայտնվի, բերեմ մի փաստ, H1B վիզան, որը աշխատանքային վիզա է եւ տարեկան սահմանված է 85,000 սահմանականակ այդ աշխատանքային վիզաների համար եւ պատմականորեն բոլոր տարիներին այդ վիզաների քանակը արագ լրացել է, այսինքն մեծ քանակությամբ մարդիկ դիմել եւ ստացել են այդ վիզան ընդ որում նախատեսված է ոլորտում առաջատարների համար, IT ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, ինժեներներ, բժիշկներ, այսինքն այն անձանց համար, ովքեր ունեն նշանակալի ձեռքբերումներ իրենց ոլորտում, սակայն անցած տարի այդ վիզաների հետ կապված կատարված
արվեց փոփոխություն եւ պետական տուրքը գրեթե $2000 էր, սակայն փոփոխվեց եւ դարձավ $100,000, այսինքն գործատունով ցանկանում է միջնորդել, որպեսզի անձը գա եւ աշխատի իր մոտ այդ կատեգորիայով, պետք է վճարի $100,000 եւ վերջին օրերին տարածված տեղեկատվության համաձայն ընդամենը 85 անձ է դիմել վիզայի այդ կատեգորիայով, համեմատեք 85,000-ը եւ 85-ը հասկանալու համար թե ինչ է տեղի ունենալու աշխատուժի շուկայում։ 3-0 պակաս, որը բավական լուրջ թիվ է կազմում, բայց այստեղ կա մի հանգամանք, այսինքն կարելի է ասել, որ նման քայլը այսպես փորձում է զտել, փորձում է օգնել ընկերություններին, այսինքն չգնալ զեղծարարությունների, որովհետև շատ դեպքերում փորձում են կանխել դա, որ $2,000 դիմաց ինչ որ ֆիկտիվ կերպով դրսից գալիս էր աշխատուժ, որը չէր գրանցվում եւ այլն, իսկ փաստացի $100,000 եթե վճարում է ընկերությունը իր աշխատողի համար, որը նշանակալի ձեռքբերումների է հասել իր երկրում եւ կարող է հասնել նաեւ Միացյալ Նահանգներում, իսկ Միացյալ Նահանգներում լավ աշխատողը, այսինքն լավ ինժեները, լավ IT մասնագետը $100,000 մեկ տարում կարող է հետ բերել, կարող է վերադարձնել հետ, այսինքն արդարացված չէ արդյոք այս քայլը, եթե հաշվի առնենք, որ նշանակալի ներդրում ունեցող մարդկանց համար այս $100,000-անոց տուրքը ոչինչ է նրանց ներդրման հետ համեմատած։ Ես համաձայն չեմ, թերևս որ հնարավոր է նպատակալինի զերծարարությունները կանխելը, բայց այստեղ իհարկե տուժում են մի շարք անձինք, ովքեր իրականում մտադրություն ունեն գալ այստեղ եւ աշխատել եւ գործատուներն էլ բարեխղճորեն միջնորդություն են ներկայացնում այդ անձանց համար եւ այս տարբերությունը ահռելի է, այսինքն 85,000 մի դեպքում եւ 85 դա իհարկե լուրջ տարբերություն է։ Մեր հայրենակիցների շրջանում մասնավորապես վերջին ժամանակներում ակտիվորեն քննարկվում է ընտանիքի միավորման հարցը եւ անընդհատ նշվում է, որ վիզան չեղարկվել է, այդ տարբերակը չեղարկվել է, չի աշխատում, գտնում են պարզաբանում, որ դա ոչ թե չեղարկվել, այլ գործընթաց է տեղի ունենում, մեր հայրենակիցները այդ հարցն են մասնավորապես շատ տալիս, որն է ինչ է տեղի ունենում հիմա։ Այո, տարվա սկզբից սկսած միգրացիոն վիզաները 75 երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի համար կասեցվել են, այսինքն չեն տրամադրվում վիզաներ, բայց դա չի նշանակում, որ մնացած գործընթացները կասեցվել են, այսինքն այդ ընտանիքի վերամիավորումը եւ մնացած իմիգրացիոն գործընթացները իրենք երկու փուլից են բաղկացած լինում, սկզբնական փուլը դա դիմումաձևի ներկայացումն է USCIS եւ հաստատումը USCIS-ի կողմից, որից հետո արդեն գործը տեղափոխվում է դեսպանատուն եւ անձը անցնում է հարցազրույցի փուլ, ստանում է վիզա։ Այդ առաջին փուլը վիզաների դիմումաձևերի ներկայացումը դա չի կասեցվել, դա շարունակվում է իր բնականոն գործընթացով, կասեցվել է միայն վիզաների տրամադրումը ժամանակավոր անորոշ ժամկետով, այսինքն դա մի գործընթաց է, որը այս պահին կանգնեցված է, սակայն ցանկացած պահի կարող է վերսկսել եւ ես մեր հայրենակիցներին եւ իմ հաճախորդներին խորհուրդ եմ տալիս անպայման դիմել, քանի որ երբ վիզաների տրամադրման գործընթացը սկսվի, այն անձինք, ովքեր անցել են արդեն իսկ բոլոր փուլերով, շատ արագ միգուցե ստանան իրենց վիզաները եւ կան ԱՄՆ։ Այո, այդպիսի խոսակցություններ կան նաև green card-երի խաղարկության հետ կապված, ասում են դա աթարեցվում է, չի լինելու եւ այլն, սկսվեց եւս պանիկա, բայց հիմա ինչ որ նոր փոփոխություններ են տեղի ունեցել խաղարկության մեջ, այսինքն ավելացվել է գումար, եթե չեմ սխալվում, $1 պետք է վճարի մարդը, որ ցանկանում է մասնակցել խաղարկությանը, էլ ինչ փոփոխություն են եւ այդ ինչ $1 մասին է խոսքը։ Այո, իրողություն մեր հայրենակիցների green card-ի խաղարկություն այս տարի լինելու է, սակայն մի փոքր չափորոշիչները փոխվել են, անձը պետք է վճարի $1 պետական տուրք եւ նաեւ պետք է ներկայացնի վավեր անձնագիր, այսինքն եթե նախկինում անձը ուղղակի ներկայացնում էր որոշակի տվյալներ, ապա այժմ իմիգրացիոն մարմինները ավելի ծավալուն ինֆորմացիա են պահանջում, սակայն խաղարկությունը լինելու է։ Իսկ ինչու $1, ինչն է, որն է մոտիվացիան այդ $1-ի, որ սահմանվել է։
Կարծում եմ կրկին զերծարարություններից խուսափելը, քանի որ ըստ տվյալների նախկինում մուտքագրվել են բազմաթիվ քանակությամբ կեղծ գրին քարտերի դիմումներ, միլիոնների հասնող կարծեմ։ Եվս մի հարց, որը տանջում է բազմաթիվ միգրանտների եւ մեր հայրենակիցների, մասնավորապես շրջելը, զբոսնել ինչ որտեղ բավական վտանգավոր է դառնում, եթե հաշվի առնենք այսի գործողությունները, որոնք թեպետ նախորդ տարվա համեմատ մի փոքր այսպես նվազել են, ագրեսիվության տեսանկյունից մի փոքր նվազել է, բայց այնուամենայնիվ էլի այսի գործողությունները որոշակիորեն անհանգստացնում են միգրանտներին, վերջին շրջանում ինչ է կատարվում այսի հետ, ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ սպասել։ Վերջին օրերին վարչակազմը հայտարարել է, որ Մինեապոլիսից հետո պետք է թիրախավորեն Կալիֆոռնիան եւ Նյու Յորքը, որպեսզի խուսափեն այս զերծարարություններից, այսինքն ֆրադներից, եւ այս հայտարարությունների ֆոնի վրա այս իր ներկայությունը ընդլայնում է եւ մի շարք քաղաքներում, այդ թվում Լոս Անջելեսի, Վենեսի դատարանում, Արվայնում եւ Սակրամենտոյի դատարանների շենքերում նրանք բացում են իրենց գրասենյակները, այսինքն սա ենթադրում է ել ավելի խիստ հսկողություն եւ էմիգրացիոն գործընթացների խստացում։ Թեմինա մի փոքր լուսավորենք, ինչ որ լավ լուր կա, որտեղ անընդհատ ինչ որ տագնապային բաների մասին ենք խոսում, անվտանգության, վտանգավոր բաների մասին ենք խոսում, մի լավ լուր կա այս հատվածում։ Այո, իու ուրախություն բոլորի, ասեմ, որ արագացվել են EB2, EB3 եւ EB4 կատեգորիաներով դիմումների մշակումները եւ ժամկետները կրճատվել են։ Այսինքն այն անձինք, ովքեր դիմել են այս կատեգորիաներով կամ նախատեսում են դիմել, ապա ճիշտ ժամանակն է, քանի որ գործընթացները արագ առաջ են գնում։ Իսկ դրանք ինչ կատեգորիաների մասին է խոսքը, որովհետև տերմինոլոգիայով գուցե մեր հայրենակիցները, մեր հեռուստադիտողները չհասկանան, Միացյալ Նահանգներում բնակվողները գիտեն, բայց մեր հայրենակիցներն, ովքեր ապրում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս, պատկերացում չունեն։ Դա ինչ վիզա է եւ ինչ կատեգորիա եւ ինչ է դա տալիս։ Դրանք աշխատանքային վիզաներն են, մի շարք դեպքերում անձը կարող է ինքնուրույն միջնորդել եւ առանց գործատոյի միջնորդության գալ ԱՄՆ, իսկ որոշ դեպքերում պահանջվում է, որպեսզի գործատուն միջնորդի, որպեսզի անձը գա աշխատանքային վիզայով աշխատի ԱՄՆ-ում։ Զգոնություն մաղթենք մեր հայրենակիցներին եւ մնացած բոլոր իմիգրանտներին, լինեն զգույշ եւ չանեն որևէ օրինախախտում, իսկ ցանկացած այլ հարցով շատ հանգիստ կարող են մոտենալ Ավագյան Law փաստաբանական գրասենյակ եւ մոտենալ ձեզ ստանալու ճիշտ խորհրդատվություն։ Ճիշտ է։ Այո, պետք է մշտապես խորհրդակցել պրոֆեսիոնալ փաստաբանի հետ եւ ստանալ պրոֆեսիոնալ աջակցություն, քանի որ ներկայումս փաստաբան ունենալը եւ պատասխանատու փաստաբան ունենալը առավել կարեւոր է։ Շնորհակալություն Թեմինա մեր տաղավար գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել ենք Ավագյան Law փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն փաստաբան Թեմինա Ավագյանին։ Եղեք ուշադիր, եղեք զգոն, աչալուրջ։ Ես Ռոբերտ Գասպարյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։